Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ 9:30 բարի լույս սիրելի ռադիոլսողներ։ Բարի լույս, այո, միայն ու միայն 9:30 եւ բնականաբար հանրայինի ուղիղ եթերից են ձեզ ողջունում Լուսինե Մուրադյանը Եվ Տիգրան Հարությունյանը, ասում ենք բարի լույս, առաջարկում ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, մուտք գործեք իհարկե on-line հարթակներ, armradio.am կայք, դիտել կոճակն եք սեղմում եւ Facebook-յան հարթակում live-ը եւս գործարկված է։ Եթե դեռ չեք միացել մեր էջին, ապա շատ արագ այդ սխալն ուղում եք, հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո, միանում Facebook-յան հարթակին, հետևում live-ին եւ իհարկե ակտիվ լինում մեկնաբանությունների դաշտում։ Դե 553702 ուղիղ հեռախոսահամարն էլ միշտ անփոփոխ է։ Իսկ եթե հենց այս բանը պատրաստում եք տանից դուրս գալ, ապա չմոռանաք անձրևանոցը, որովհետեւ ժամանակ առ ժամանակ կանձրևի այսօր Երևանում, դե իսկ այս բանը Իբր լավ բան է, դու էլ աչքա լուսանք բայց ես տալիս։ հետաքրքիր անձրև, այսպես մանր գալիս, դաթարում, գալիս, դաթարում։ Այ դու շատ ճիշտ գուշակեցիր մեր այսօրվա առաջին գնացինք։ Սուրճ ու սեր առավոտից։ Ինանցը 34 հենց նոր նայեցի եւ որոշեցի ժամը ասել։ Բարի լույս բոլորին։ Նաեւ հենց նոր բացեցի օրացույցը եւ հասկացա, որ այսօր մարտի 26-ն է, օրը 5 շաբթի։ Այո, աշխատանքային շաբաթը ավարտվում է, մնաց մեկ աշխատանքային օր, եւ հետո կսկսվեն հանգստյան օրերը։ Եթե դուք ֆիզիկապես արթնացել եք, ապա նաև ուղեղը արթնացրեք, նաև հոգին արթնացրեք, որովհետև կան մարդիկ, որ արթնանում են, բայց տեսնում ես, որ այո, ֆիզիկապես արթնացել են, բայց տեղում չեն։ Այնպես որ եղեք տեղում։ Այ հիմա ես
ես փորձում եմ հենց այդ Ընթացքն է քեզ process-ի մեջ եմ ես։ Ես կօգնեմ քեզ Ես փորձում հիմա արտնացնել նաև իմ ուղեղը։ Եկեք միասին օգնեք ինձ ոնց որ։ Լսիր, կարծեմ ինչ որ այդպեսի տարօրինակ վարժություններ կային ուղեղը արտնացնելու, չգիտեմ, կարող եմ գլուխը կղավել։ հարվածում են պատին, Չէ, ինչ ագրեսիվ բաներ ես ասում։ Դե, Ոչ, ուղեղը արտնացնելու համար պարտադիր չի հարվածներ հասցնել։ Հարցնեմ աբոյին։ Գնում կակագրի, այ հարցրու ասա, ուղեղը ինչպես միացնեն հաղորդավարները ուղիղ եթերում։ Ուղղակի ճտիկ կա, գիտես, ինքնիրան միանում է։ Այդ դրա տեղը ես իմանամ, ես կասեմ։ Դու ունես այդ ճտիկի տեղը։ Ուղղակի այսօր կորցրել ես տեղը։ Միգուցե։ Գուցե, այո, ինչու ոչ։ Այո, ժամանակն է աշխատելու, ինչպես ասում են, եւ սկսենք ներկայացնել օրվա անհրաժեշտ տեղեկատվությունը, եւ մենք դա անում ենք ինչպես միշտ եղանակից, սկսում ենք եղանակից։ Այո, աչքան լուսանք տուրտում ես, խնդրում եմ Տիգրան։ Այս ինչ ծայրն է։ Այս ինչեր է սանում Տիգրան ջան։ Սա եղանակն է։ Հիշեցնենք եւս մեկ անգամ մարտի 26-ն է եւ Հանրապետության տարածքում շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ։ Աչքս լույս։ Այնպես էլ Բայց դա ամենը չէ։ Ավելի վատ բաներ ես ասելու։ Ունենք քամի։ Բարև կամի, ուր էիր, քեզ սպասում էինք հետո։ Բայց լավ բան էլ կա։ Այսօր ցերեկը Հանրապետության ամբողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Լավ։ Լավ էր։ Ուրախ եմ, այո, ինչ խոսք, ուրախ եմ։ Երևանում եւս ժամանակ առ ժամանակ կատ այդպես։ Կատ, լինի, անձրև է սպասվում։ Նաեւ ամպրոպ կարող է լինել, բայց մի րոպե։ Բղավելու է նա։ Հա, չէիր կարող դու դա չանել ուղղակի։ Ոնց ախր ինչպես դու դա չմիացնես։ Իրականում գիտես, այս տարբերակի եղանակները եւ առողջության համար այդքան լավ չեն, եւ ընդհանրապես, որովհետեւ ցերեկը տաք է, առավոտյան երեկոյան ցուրտ է, ստիպված տաք վերնահակուստ ես կրում, շոկում ես, մի խոսքով չգիտի, մարդ չգիտի ինչ կրի։ Բայց ասենք նաեւ որ Երևանում եւս ստացել ենք քամի, դրում աչքներս լույս։ Քամուշ գնացում 12-ից 15 մետր վարկյան արագությամբ զգուշ եղեք ձեզ քամին չտանի մի թաղամասից թվերը ահագին բան ասացին։ Ինչ խոսք։ Քամի է։ Այս կանակը նայեք ավել պակասի համար եղանակի մասին։ Այս կանը գնանք առաջ եւ բնականաբար հարգելի ռադիոլսողներ եղանակով պայմանավորված նաեւ պետք է հասկանանք ինչ վիճակ են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ավտոճանապարհները։ Իդեպ դրանք հիմնականում անցանելի են, դե շարունակում է փակ մնալ Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձր Լեռնային օթերևութաբանական կայանից Ամբերտ Ամրոց եւ Քալիլիչ տանող ավտոճանապարհները եւ բնականաբար անդրադառնանք Ստեփան-Զմինդալարս ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս պարագայում պիտի ասենք ուռա, որովհետեւ այլ փակ ճանապարհներ գրանցված չեն, եթե իհարկե դու այլ տեղեկություն չես եղել։ Ունեմ թարմացված տեղեկատվություն ճանապարհային դեպարտամենտից ժամի 9 դրությամբ Թումանյանի, Աշոտսկի, Սիսյանի, Մեղրի, Աշտարակի, Ապարանի, Դիլիջանի եւ Տավուշի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Դու պատկերացնում ես մեքենայի տանիքը այսպես բացում ես։ Եվ անձրևը գալիս է, լավ երաժշտություն եւ դու դանդաղ սլանում ես։ Դանդաղն ու սլանալը իրար կողք մի տեսակ համահունչ չեն։ Ընթանում ես։ Այդ ուրիշ բան, թե չսլանում ես, դանդաղ սլանում ես։ Մի խոսքով։ Գնացինք առաջ։ Եվ Երևան հասանք խցանումների։ Այո։ 6 բալ է այսօր։ Դա Երեկվա համեմատ ավելի քիչ է։ Ես ուրախանում, երբ կարմիրի փոխարեն դեղին նշան եմ տեսնում խցանումների։ Բայց փոխարենը չես ուրախանում, երբ քեզ նյարդայնացնում են կողքի վարորդները, այսօր մեզ որոշել էին ճանապարհին նյարդայնացնել իգական սերի վարորդները։ Խնդրում ենք այդ թարթիչները միացրեք, եթե գիծ եք ուզում փոխել, հետո մի զայրացեք, որ մենք զարմանում ենք, որ դուք որոշել եք գիծ փոխել։ Եվ որ ձեզ ազդանշանով ասում են աղջիկ ջան, միացրու թարթիչը եւ դու էլ ավելի ուժեղ ես սկսում ազդանշան անել։ Այո, ինձ թվում է դուք լսում եք, հուսանք դուք լսում եք մեզ եւ գիտեք, որ ձեր մասին է խոսքը։ Հարգեք մեկը մյուսին եւ առհասարակ, եթե ուզում ենք խուսափել ավտովթարներից, ապա իսկապես պետք է հետևենք երթևեկության բոլոր կանոններին։ Օրվա հերոսներ գեղեցիկ նրբակազմ աղջիկը մեծ 3 սենյականոց մեքենայով, 3 սենյականոց մեքենայով։ Էական չէ։ Ունենք մեկ վթար այս պահին Դավիթ Բեկ փողոցի վրա, իջնող հատվածում աջ կողմում կա վթար։ 28-րդ փողոց Սարիթաղի եւ հատվում է, հա, այդ հատվածում։ Էլի զայրացած վարորդ է։ Դավիթ Բեկի փողոց։ Իսկ թվաց վարորդի անունն է տալիս, այդ էլ արդեն գրված է։ Փողոցներն եք սովորում։ Գիտես, մինչև այս օրերին մեզ միշտ ուշադրություն եմ դարձրել եւ տեսել եմ, որ հիմնականում խախտում են կամ զայրացնում են արական սերի վարորդները։ Ոչ միայն։ Այսօր համոզվեցի, որ կանայք էլ պակաս չեն։ Ինչևէ, կարմիր գծերով փողոցներ ունենք եւ հիթ շքերթների լավագույն երակ
ուղարկում են Կորյունի փողոցը, Հերացու փողոցը եւ Աբովյան եւ Սարալանջ փողոցները, որոնք կարմիր են, ոչ բոսոր, բայց կարմիր են։ Կարևոր, բայց ուշադրություն դարձրու այսօր բոսորով ներկված մեկ փոքրիկ փողոց կա Դե ոչ, 6 բալ։ Ընդամենը, այո, ընդամենը։ Ունենք երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Կհասկանանք։ Փորձենք հասկանալ։ Ինչպես միշտ մեզ խոստանում են տրանսպորտային հոսքերի անցանելիությունը ավելացնելու նպատակով, վաղվանից մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ռուստավելու փողոցում։ Դա որ մասում է։ Ես գիտեմ։ Հա, դու չգիտես, մասը Ռուստավելի փողոցը, որ հատվածում է։ Տեղեկությունը մենք փոխանցում ենք Երևան ԿՏՄ-ից։ Մասնավորապես Ռուստավելու փողոցում։ Ֆրիկ։ Ռուստավելու ֆրիկի փողոցների խաչմերուկից դեպի Կոնդի փողոց 1 կոտորակ 3 հասցեի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։ Էլի միակողմանի փողոց։ Իսկ շուտով Երևանը կլինի միակողմանի քաղաք։ Բայց մյուս փողոցներն են ծանրաբեռնվում դրա հետևանքով ախր։ Ես հիմա կարող եմ իդեպ ասել քեզ, մինչև դու կներկայացնես իրավիճակը օթային տարածքում, որտեղը Ռուստավելու փողոցը։ Դու խնդրում եմ փնտրիր, որովհետև ով փնտրում է նա գտնում է օթային տարածքում մուտք գործենք չվացուցակների սանդղակ եւ դիտենք, ասեմ, որ այնքան էլ հարթ չէ այսօր ժամանումների ցուցակն ենք մենք նայում եւ տեղեկանում որ ունենք երկու ուշացում դե բնականաբար երկու ուշացումն էլ Դուբայի օթանավերն են դրանք ուշացման են վայրեջ կկատարելու 10:25-ի փոխարեն Հայաստան կժամանեն 10:41-ին Չեղյալ հայտարարված շարժայի թռիչք ունենք Չեղյալ հայտարարված Աբու Դաբիի թռիչք ունենք մնացյալը ժամանակին է լինելու հարգելի ռադիոլսողներ տեղափոխվենք մեկնումների դաշտ եւ տեսնենք թե ինչ վիճակ է Մեկնման սանդղակում դե Դուբայի երկու օթանավերը ուշ կժամանեն, հետևաբար ուշ էլ կթռնեն 11:25-ի փոխարեն թռիչքը կիրականանա 11:50-ին։ Չենք մոռանում, որ Շարժան եւ Աբու Դաբիի թռիչքները Չեղյալ են հայտարարված, մնացյալ թռիչքները ժամանակին են լինելու։ Բոլորիդ մաղթում ենք բարի գալուստ, ովքեր որ ժամանում են եւ իհարկե բարի ճանապարհ, ովքեր որ պատրաստում են մեկնել որևէ այլ երկիր։ Ամենակարևորը, որ անփորձանք Եվ հաճելի հիշողություններ, սրանք ամենակարևորն են։ Ես գտամ Ռուստավելու փողոցը կոնդում է գտնվում, Դիվին Հրանոցի ետևի փողոցն է։ Հա, հասկացա, այն փոքրիկ փողոցն է։ Բայց դա կարծես մինչև այդ էլ էր միակողմանի, ուղղակի ոչ ոք չէր հետևում կանոններին։ Ով ոնց ուզում վարում էր, հիմա դարձեցին միակողմանի։ Տեղափոխվենք տարադրամի շուկա եւ տեսնենք թե ինչ փոխարժեքներ է սահմանել կենտրոնական բանկը։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 377 դրամ է, 1 եվրոն 437, ռուսական 1 ռուբլու փոխարժեքը 46 դրամ է, վրացական լարի փոխարժեքը 139 դրամ է։ Ուր հասան Ղարաբաղյան Միացյալ Էմիրությունների 1 դիրհամը 102 դրամ է։ Իդեպ ասեմ որ Տիգրանը կլորացնում է բոլոր թվերը, այնտեղ պոչիկներ կան։ Եվ իրանական ռիալը օրվա փոխարժեքը գտանք։ Ահա, գտանք 0.028 731։ Բան չհասկացա։ Բայց էական չի։ 0 ստորակետ 02։ Ահա, այդքան կլորացրեցիր, լավ, ինչև է։ Ահա, ամենակարևորը որ հայտնեցինք։ Շատ հետաքրքիր փոխարժեք էր, շատ։ Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, մի տեսակ օգնեցինք այսօր, չէ՞։ Չէ, դու ուղղակի դեռ ուղեղդ ամբողջությամբ չես արթնացել։ Ես հիմա Աբոյին կհարցնեմ ինչ անենք որ արագ արտանա։ Անպայման հարցրու։ Ես հիմա ասուր այ դրա համար դու ինձ հասկացար։ Superstar, but it's not what you are. You've been my superhero. Since I've lived in your shade, every step that I made brought me nothing but zero. But I'm staying alive, now I'm changing my life with a burning desire.
Ուսեր առավոտից։ 9:46 գալի ասել որ Արի Լորակը թողեց իր դրական ազդեցությունը։ Թողեց արտնացար մի քիչ։ Ես շատ ուրախ եմ, որ արտնացել ես։ Սուրճից գավաթն էլ փորձում դատարկել։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ է։ Մարտի 26-ն է, օրը 5 շաբթի, դուք լսում եք Հանրային ռադիոն եւ մենք շարունակում ենք աշխատել սիրով։ Այո, սիրով աշխատում ենք ձեզ համար հարգելի։ Ինչ են գրում թերթերը։ Թերթերը, չէ, ես on-line հարթակ դեռ չեմ մուտք գործել, բայց մուտք կգործեմ, արի ինձ թվում է օրացույցը բացենք, հետո նոր մնացյալը կասենք։ Մենք օրացույցը բացելու ձայն ունենք։ Չէ, արի մտածենք ու ստեղծենք դա։ Ինչը տամ։ Այ այսպեսի ձայն է լինելու։ Լավ։ Բացեցինք։ Մարտի 26-ն է հարգելի ռադիո լսողներ հիշեցնենք եւ կարևոր օրերից մի օր մարտի 26-ը նաեւ մանուշակագույն օր է, էպիլեպսիայով հիվանդների օրն է, հիշենք, որ էպիլեպսիայի գույնը ճանաչվել է մանուշակագույնը եւ այդպես ասում են, որ այսօր մանուշակագույնի օրն է։ Շատ կարևոր կարճ տեղեկություն ներկայացնեմ ձեր ուշադրությանը, հարգելի ռադիո լսողներ, էպիլեպսիան վախենալու չէ եւ այդ միֆերը, որ տարիներ առաջ կային, դրանք ուղակի միֆեր են, իրականությանը չեն համապատասխանում։ Եվ ասենք, որ ավելի քան 70 տարբերակ կա էպիլեպսիայի եւ դրանցից շատ-շատերն ինստինկտիվ անցնում են, շատ-շատերը դեղորայքի միջոցով ուղակի կանխարգելվում են։ Իդեպ կան նաեւ վիրահատական միջոցներ, որոնց միջոցով ամբողջությամբ վերանում է էպիլեպսիայի նոպան, դա նյարդային հիվանդություն է, այնպես որ մի կապեք ուրիշ ոչ մի բանի հետ հարգելի ռադիո լսողներ։ Եվ ասեմ, որ Հայաստանում բավականին հետաքրքիր մի ակցիա է սկսվել, բավական են դադարները, էպիլեպսիան դատավճիռ չէ, My 26 Seconds արշավն է եւ այն իրականացնում է կյանքի ճանապարհ հասարակական կազմակերպությունը փորձելով օգնել երեխաներին եւ հորդորը իհարկե ծնողներին մի ամաչեք եւ մի լարվեք այն հանգամանքից, որ երեխայի մոտ ախտորոշվել է օրինակ էպիլեպսիա, ոչ ոք ապահովագրված չէ։ Ամենակարևորը, որ երեխային մեծացնեք երջանիկ ու չզրկեք նրան մանկության երջանիկ պահերից։ Շարունակենք թերթել։ Օրացույցը եւ նահանգներում ինչպես միշտ կամ հետաքրքիր տոներ, այսօր օրինակ նշվում է Իրավաբանի օգնականի օրը։ Դա շատ լավ օր է։ Սեփական տոն ստեղծելու օրը, այսպեսի օր կա նահանգների ազգային օրացույցում։ Սեփական տոն։ Արի այսօր սեփական տոն ստեղծենք, կմտածենք։ Սպանախի, Նուգայի ազգային օրն են նշում նաեւ նահանգներում։ Բանգլադեշում, մեր Բանգլադեշում չէ, Բանգլադեշում անկախության օրն են նշում, իսկ Հավայան կղզիներում Արքայազն Կուխիոյի օրն են նշում։ Իդեպ ասեմ, որ ռուսները որոշել են ետ չմնալ ամերիկացիներից եւ իրենց ազգային տոները տարօրինակ օրերի օրացույցը վատ տեսք չունի, օրինակ խնդրեմ տխուր ավանակների տոն են նշում։ Ուզում եմ հասկանալ տխուր ավանակը ո՞րն է, իսկ ուրախ ավանակը ասում են ավանակ դու տխուր ես, ասում այո, ասում շնորհավորում ենք քեզ, այսօր քո օրն է։ Գարնան լուր նոթապարիկով ուղարկելու օր Ռուսաստանում։ Վիետնամում երիտասարդները այսօր տժժում են, որովհետև երիտասարդության օրն է եւ գնանք հետաքրքիր դեպքերի իրադարձությունների։ Տեսնենք ինչ է գրանցվել առասարակ այսօրը 2006-ին խնդրեմ այդտեղից հիմնադրվել է համադասարանցիներ օդնոկլասնիկի սոցիալական կայքը, երբ չկար Facebook, չկար X, Twitter եւ այլն։ Չկար եւ միայն օդնոկլասնիկիներ հասել օգնության, բոլորս այնտեղ էինք մուտք գործել, ոգևորվել մի խոսքով։ Բայց իհարկե Facebook-յան հարթակը շատ արագ մուտք գործեց նաև մեր իրականություն եւ իհարկե օդնոկլասնիկը զիջեց իր դիրքերը հանգիստ։ Մարսում այսօրը 2003-ին հայտնաբերվել է Սարածով։ Սարածով Մարսում հյուրանոց դեռ չեն մտածում կառուցել։ Հետաքրքիր ես չէի լսել Սարածով, այո, Մարսում։ Լավ։ Չենք կարող ասել։ Շարունակենք փորձել հասկանալ ինչ կա չկա։ Իմիջայլոց 1995 թվականի հենց այսօրն է ուժի մեջ մտել Շենգենյան համաձայնությունը, այո։ Եվ կարծես տեսնում ենք։ Իմիջայլոց 1973 թվականի հենց այսօր առաջին անգամ կանանց թույլ է տրվել գտնվել Լոնդոնի ֆոնդային բորսայում եւ ձեր բախտը բերել է, որ կանայք հայտնվել են այնտեղ իրականում։ Ինչ վերաբերում է Շենգենին, ապա ասենք, որ 1955-ին Եվրամիության 7 երկրներում է ուժի մեջ մտել Շենգենյան համաձայնագիրը։ Դա եղել է 1955-ին, իսկ այսօր դա մեծ համայնք է բնականաբար Շենգենյան երկրների գոտին։ 1940 թվականի այսօրը շահագործման է հանձնվել Երևանի Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը։ Հիշում ես այն ժամանակ ինչքան գործարաններ ունեինք, այո։ 1937-ին տեղադրվել է աշխարհում առաջին արձանը նվիրված մուլտիպլիկացիոն հերոսին։
Պապայային։ Այո, իսկ 1934 թվականի այսօրը Մեծ Բրիտանիայում մտցվեցին քննություններ ավտոմեքենա վարելու համար։ Շատ լավ է, որ այդ քննությունները կան, բայց կուզեինք, որ արդար ու ազնիվ լինեին այդ քննությունները, հոգեբանական ճնշման չենթարկվեին վարորդները, որոնք պիտի քննություն Այսօր այդ քննությունը տեսախցիկ է եղել։ Բարենպաստ միջավայրում դա տեղի ունենա իսկապես եւ արդար լինի մի խոսքով։ Այո, կեցե արդարությունը։ Կեցե։ Շուբերտին ճանաչում ես։ Հա, լսի են նոր իրար հետ սրճում են։ Լուրջ։ Այո։ Իսկ դու գիտես, որ 1826-ին ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվել է իր միակ հասարակական համերգը։ Ապրինք։ Այսինքն Ես այնտեղ էի ճիշտ նվագել է եւ բոլորը ներկային եղել։ Տոմս չեն վաճառել ըստ երևույթի կոմերցիոն ոչ մի։ Դե այն ժամանակ կոմերցիա չկար, դա չգիտեիր ինչ է իրականում։ Գնանք հասկանանք ովքեր են ծնվել հենց այսօրը տարիներ տարբեր թվականներին ամերիկացի դերասանուհի Կիրա Նայթլին 1985 թվականի հենց այսօրն է ծնվել։ Իդեպ նա հայտնի է Դոկտոր Ժիվագո հպարտություն եւ նախապաշարմունք Արթուր Հարքա Կարիբյան ծովի ծովայինների հիշում եք Սև Մարգարիտի անեծքը եւ շատ այլ ֆիլմերից։ Հաջորդ հոբելյարը եւս կապ ունի կինոաշխարհի հետ, նա Հոլիվուդի ամենահայտնի երգահաններից է, երաժշտություն է գրել 100-ից ավել ֆիլմերի համար։ Խոսքը Ալան Սիլվեստրի մասին է, նա ծնվել է 1950-ին։ Տեղափոխվենք շարունակենք մնալ երաժշտական աշխարհում, որովհետև այնտեղի ներկայացուցիչ է ծնվել։ Կարող ես դու ասել, խնդրեմ։ Aerosmith խմբի վոկալիստ Սթիվեն Թայլերն է ծնվել այսօրը 1948-ին։ Չէ, բայց ես հաջորդն եմ ուզում ասել։ Ասա, դա էլ դու ասա։ Այ դա վերջում թողնենք։ Դա վերջում թողնենք, խնդրի, բայց չմոռանանք։ Անպայման։ Շարունակենք եւ փորձենք հասկանալ ովքեր են ծնվել պատմության մեջ հենց այսօր, որ ձեզ կհետաքրքրեն հարգելի ռադիոլսողներ։ Իդեպ ամերիկացի դրամատուրգ, գրող եւ բանաստեղծ Թենիսի Ուիլյամսն է ծնվել 1911 թվականի հենց այսօրը։ Եվ ենթադրում եմ հենց, չգիտեմ, ավստրիացի նյարդաբան եւ հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլն է ծնվել 1905-ի այսօրը։ Ինչ ես ենթադրում։ Նյարդաբանական հիվանդության օրն է նաև այսօր զուտ կապելու տեսանկյունից էլի մտածել։ Եվ օրվա հայտնի հոբելյարներից Մարտով շարունակում է հիացնել իր ելույթներով, չնայած տարիքին։ Այո։ Նա փոքր չէ, բայց նրանք գիտեն բոլորը։ Ամերիկացի երգչուհի Rhythm and Blues, Soul, Jazz, Rock and Roll ոճերում փայլուն հանդես եկող Դայանա Ռոսն է ծնվել այսօր 1944-ին։ Դա ինչ ինձ թվում է ճիշտ ժամանակն է, որպեսզի նրա կատարումներից մեկը լսենք, հարգելի ռադիո։ Ինչպես չլսենք, Upside Down հայտնի հիթը Դայանա Ռոս։ I say
Սուրճ ու սեր առավոտից։ 9:57 հիշեցնենք ևս մեկ անգամ մարտի 26-ն է, օրը 5 շաբթի, դուք լսում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը եւ մենք շարունակում ենք։ Այո, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիո լսողներ, միասին ամփոփեցինք տոները բնականաբար, եւս մեկ կարևոր տոն էլ կա, որին կանդրադառնանք, նաեւ կզրուցենք հյուրի հետ։ Հաջորդ եթերաժամին խոսքը միայնության մասին է, որովհետեւ այսօր միայնության օրն է։ Բայց մենք մենակ չենք։ Մեզ միացավ Հասմիկ Մարտիրոսյանը, ռադիոլուրիցը Հասմիկ այսօր 30 վայրկյան ուշացումով միացակ մեզ, սովորաբար ձեր ժամանման յանց 57-ն է։ Դուք ասեցիք միայնության օրն է, փորձեցի ձեզ մենակ։ Մենք երկուսով ենք, մենակ չէ։ Երկուսով միայն։ Սիրում ես միայն լուրջ չես սիրում միայնությունը։ Չեմ սիրում, սիրում եմ ընկերներիս հետ, հա, սիրում եմ ընտանիքիս անդամներ չի գալիս, որ ես կյանքում չի լինում այ գնալ պատշգամբ։ Լրություն սիրում եմ, բայց միայնակ լինել չէ, Տիգրան ջան, չեմ սիրում նայել եւ արտասվել, սիրում եմ նայել եւ ժպտալ եւ ուրախանալ։ Ինչ ես լացացնում մարդկանց։ Չից լրահոսը այնքան մեղմ ասած, այսպես։ Դրա համար փորձում են գոնե լրահոսից դուրս կամ լուրերից դուրս ուրախ լինել։ Բայց դու միշտ հետաքրքիր բաներ ես մեզ համար պեղում։ Այսօր չեմ կարողացել։ Ամբողջ զավեշտը գիտես որն է, չարչարվում պեղում է եւ գալիս է այն ժամին, որ չի հասցնում այն ներկայացնել։ Չէ, հասցնում եմ։ Հոսանք եղել է, բայց լրահոսում չկար ուշագրավ լուր, որպեսզի առանձնացնել եւ մեր ունկնդիրներին ներկայացնել, ինչպես նաեւ սիրով ձեզ։ Մարտի 28-ին ենք միանալու երկրի օրվան հոսանքը։ Այո, Հայաստանը նույնպես միանալու է։ Մեզ մոտ 3 երեկոյան էլ անջատել էին հոսանքը եւ մենք միացել ենք։ Դուք երևի ժամանակից շուտ եք միացել։ Իրոք է, մենք ավելի շուտ էինք միացել, ստացանք ծանուցում, որ առավոտյան ժամը 10-ից մինչ 16-ը հոսանքազրկվելու է մեր շենքը կոնկրետ եւ այդ օրը սպասեցինք, այդպես էլ չհոսանքազրկվեց, բայց երեկոյան 10-ին հոսանքազրկվեց։ Բոնուս է։ AM-ը PM-ի հետ էին հավանաբար խառնել մի խոսքով։ Ես ուզում եմ ասել, որ Երևանը ժամանակ առ ժամանակ միանում է այդ ակցիային, որտեղ մենք միշտ ենք մտածում էլի բնության մասին։ Կարելի է միշտ մտածել։ Մենք առաջատար ենք այդ օրը։ Առաջին տեսնում ես դե լավ, ասացինք, խոսեցինք, բայց հիմա ուրախացանք, հիմա ամենայն լուրջ 5 րոպեները մեր եթերի դա լրատվության րոպեներն են։ Գնացինք։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր Հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, թեմաները նախ համառոտ։ Քաղաքավիացիայի միջազգային կազմակերպության որևէ պետություն չի կարող արգելք սահմանել օդային տարածքի օգտագործման նկատմամբ, պարզաբանում է կառույցը։ Թեհրանը հերքում է բանակցությունների փաստը, Թրամփը պնդում է, որ Իրանը հուսահատորեն ձգտում է հասնել համաձայնագրի։ Եվրամիությունը եւ Չինաստանը ռազմական խորհրդատվություններ են անցկացրել։ Թեմաները ընդգրկուն վայրկյաններ անց։ Կառավարությունը նախատեսում է ազգային ժողով ներկայացնել նախագիծ, որով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվող կուրսանտները կկարողանան ստանալ նաև երկրորդ մասնագիտություն։ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ նշել, որ նախաձեռնությունը իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։ Նախարարը տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից այս տարվա ընդունվողները իրենց հիմնական զինվորական մասնագիտությունից զատ հնարավորություն կունենան մասնագիտական պատվերի շրջանակներում հայաստանյան այլ բուհերում եւս կրթություն ստանալ։ Հայաստանի քաղաքավիացիան հայտարարություն է տարածել միջազգային կազմակերպության որևէ պետություն չի կարող արգելք սահմանել օդային տարածքի օգտագործման նկատմամբ։ Ղեկավարվելով միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով առայն, որ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության որևէ անդամ պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար
Հայաստանի օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել։ Այս մասին նշված է ավիացիայի կոմիտեի տարածած պարզաբանման մեջ անհիմն շահարկումներ եւ ապատեղեկատվություն որակելով վերջին շրջանում Հայաստանի օդային տարածքի օգտագործման եւ Հայաստանի օդային տարածքով տարանցիկ չվերթների իրականացման վերաբերյալ տարածվող լուրերը։ Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցը, որը ուսումնասիրում է, թե ինչպես են պետությունները, այդ թվում Հայաստանը, իրականացնում մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։ Զեկույցի համաձայն 2025 թվականին գրանցվել են նոր գործերի ընդհանուր թվի փոքր նվազում, 2024 թվականին 992 գործ է եղել, իսկ 2025-ին 921։ Նոր գործերի ամենաբարձր թվով երկրներն են Ուկրաինա 159, Ադրբեջան, Իտալիա 75, Հունգարիա 70, Թուրքիա 69, Լեհաստան 58։ 2025 թվականի վերջի դրությամբ անդամ պետությունների կողմից ամբողջությամբ չկատարված գործերի ընդհանուր թիվը կազմել է 3889, 2024 թվականի 3916-ի համեմատ։ Այլ լուրերի մասին, մասնավորապես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հրադադարի շուրջ իրավիճակը մնում է հակասական, պաշտոնական Թեհրանը հերքում է բանակցությունների փաստը, մինչդեռ ԱՄՆ նախագահը պնդում է, որ Իրանի առաջնորդները չափազանց շատ են ցանկանում գործարք կնքել, սակայն վախենում են դա բացահայտել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հուսահատորեն ձգտում է հասնել համաձայնագրի, որը վերջ կդնի գրեթե 4 շաբաթ տևած մարտական գործողություններին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների այդ բանակցություններ չեն ընթանում, սակայն միջնորդների միջոցով տարբեր հաղորդագրություններ են փոխանակվում։ Բարեկամ երկրների միջոցով հաղորդագրություններ ուղարկելը եւ մեր դիրքորոշումը հայտնելը կամ անհրաժեշտ նախազգուշացումներ տալը բանակցություններ կամ երկխոսություն չեն, հայտարարել է արտաքին գործերի նախարարը։ Դա պարզապես հաղորդագրությունների փոխանակում է մեր ընկերների միջև, հավելել է դիվանագետը։ Վաշինգտոնը Պակիստանի միջնորդությամբ Իրանին էր փոխանցել 15 կետից բաղկացած հրադադարի պլան, այն ներառում է միջուկային օբյեկտների ապամոնտաժում, ուրանի պաշարների հանձնում ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, հրթիռային ծրագրի սահմանափակում եւ Հորմուզի նեղուցի վերաբացում պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Այս պահին ռազմական գործողությունները նշենք շարունակվում է, քիչ առաջ Ցահալը հայտարարեց, որ հայտնաբերել է Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների բեկորներ, պաշտպանության բանակը շեշտում է մեջբերում, պաշտպանական համակարգերը աշխատում են սպառնալիքը կանխելու համար, հանրությանը կոչ է արվում պատասխանատու գործել եւ հետեւել հրահանգներին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ անձնական ներկայացուցիչ է նշանակել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման ուղղված ջանքերը համակարգելու համար։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լրագրողներին եւ նշել, որ ներկայացուցիչը Ժան Արնոն է։ Գուտերեշը ասել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ աշխարհը բախվում է ավելի լայն հակամարտության, համաշխարհային տնտեսական ցնցման, սպառնալիքների եւ մարդկային տառապանքների աճի։ Եվ լրահոսի վերջին լուրը Եվրամիությունն ու Չինաստանը 2 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացրել են ռազմական խորհրդատվություններ, մտքեր են փոխանակել Ուկրաինայի, Իրանի եւ Հարավչինական ծովում իրավիճակի վերաբերյալ։ Խորհրդատվությունների 15-րդ փուլը տեղի է ունեցել Բրյուսելում։ Եվրոպական արտաքին ծառայությունը տեղեկացնում է, որ կառույցը վերահաստատել է Չինաստանի ղեկավարությանն ուղղված իր կոչը ազդեցություն գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայում հակամարտությունը Բրյուսելի եւ Կիևի կողմից համաձայնեցված պայմաններով դադարեցնելու համար, ինչպես նաև ընդգծել է Չինաստանի պատասխանատվությունը Հարավչինական ծովում եւ Թայվանի նեղուցում կայունության եւ նավարկության ազատության ապահովման համար։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ armradio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Մոկած շոկեն, Մոկած, մոկած, մոկած Շոկեն, մոկած, մոկած, մոկած Շոկեն, մոկած
Սուրճ ու սեր առավոտից։ 10:10 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ եւ իհարկե ասում բարի լույս հարգելի ռադիո լսողներ, կարծում եմ չեք մոռացել կարևոր սուրճի մասին, մեզ հետ միասին սուրճ եք խմում, սեր ենք փոխանցում միմյանց, մենք եթերից ենք այդ սերը փոխանցում, դուք էլ մեկնաբանությունների միջոցով հարգելի ռադիո լսողներ, շատ ուրախ ենք, իդեպ մենք այսօր ունենք Սիսյանից ողջույններ, Գյումրիից ողջույններ, Վարդուշ Մաթևոսյանն ասում է բարի լույս, ջերմ ու արևոտ Սիսյանից, սիրով հաջողություններով ու լավ լուրերով լի օր բոլորի սա այսպիսի բարի լույս Վարդուշից Մարիամ Մեսրոպյանն է մեզ ողջունում եւ ասում է այո մեկ բաժակ սուրճը կթարմացնի եթե ուզում ես ուղեղդ միացնել, թե ասեմ որ աբոյին հարցրել ենք, դա վերջում ենք թողել։ Մի ամբողջ գավաթ սուրճով լի արդեն դատարկեցի։ Այո, գիտենք, բայց ահագին օգնել է, արի անկեղծ լինենք։ Վարդիթեր Գևորգյանն ասում է թող բոլոր օրերն էլ բարի լինի, Ծովինար Գևորգյանն ասում է բարի լույս սիրելիներս, շնորհակալ եմ լավ տրամադրություն փոխանցելու համար։ Ամեն անգամ չէ որ կարողանում եմ ձեզ գրել, բայց միշտ սպասում ձեզ եթերում իմ ամենասիրելի հաղորդավարներ։ Մենք ձեզ փոխանցում ենք մեր սրտիկները։ Զանգահարեք, եթե չեք կարողանում գրել, զանգահարեք 553702 գուցեև պետք գա այդ հեռախոսահամարը զրույցի ժամանակ։ Զրույցի ժամանակ գուցե պետք գա եւ մենք դա փաստ է արդեն տարիներ շարունակ, որ հենց հանրային ռադիոն լավագույն ընկերն է նաեւ այն մարդկանց համար, ովքեր միայնակ են ապրում, իրենց միայնակ են զգում եւ հաճախ մենք դառնում ենք փոխարինում ենք այդ ընկերոջ դերը, բայց արի ուտես որ ժամանակից աշխարհում նույնիսկ ողջունում են միայնություն եւ ասում են դրանից սրտնեղել պետք չէ, պետք է ավելի կայուն լինել եւ փորձել նաեւ հաճույք ստանալ կյանքից մենակ լինելով, այսինքն որևէ մեկից կախված չլինելով։ Հիշեցնենք, որ այսօր մարտի 26-ին աշխարհը նշում է մի փոքր տխուր։ Տխուր չի, բայց տոն է։ տխուր չի։ Մի փոքր տխուր։ Չէ, տխուր չի։ Այսօր մենակության օրն է։ Այո, միայնության օրն է։ Տեսնենք եւ առհասարակ հիշենք, որ մեծ փիլիսոփաներն են հաճախ ասում այդ մասին, այսպես մտքեր արտահայտող մարդիկ ասում են, որ բոլորս էլ որքան էլ շրջապատված ենք մարդկանցով, միևնույնն է գալիս է պահ, հասկանում ենք, որ մենք ինքներս մեզ հետ միայնակ ենք։ Բայց ասում են նաեւ, որ այն մարդը, ով այսպես մենակ է այդ պահին, կարող է լինել չափազանց երջանիկ։ Եվ ասում են, որ վտանգավոր են այն մարդիկ, ովքեր կարողանում են միայնակ գնալ սրճարան նստել, վայելել, ճամփորդել, ֆիլմ դիտելու գնալ։ Լավ իմաստով էլի, թեթև սարկազմ կա այստեղ, որովհետև իրենք ինքնաբավ են եւ որևէ մեկից կախում չունեն։ Հասկանանք նաեւ մենակ մարդը կինո նայում է թե ոչ։ Հասկանանք։ Հասկանանք։ Ողջունեք մեր հյուրին կինոդարան նախագծի մենեջեր Սեդա Հովանեսյան, ասում է բարի լույս։ Բարի լույս։ Ես կարծում եմ հենց միայնակ մարդիկա որ անվերջ ֆիլմեր են նայում։ Զբաղվում են։ Ամբողջ գիշեր ֆիլմեր են նայում եւ պաշտում են ֆիլմեր նայել։
Միայն ֆիլմեր, թե այնտեղ տեղ են գտնում նաև երաժշտությունը, գրքերը։ Իմ Պոպկորն, տունը սուրճ։ անverջ լցված է երաժշտությամբ։ Ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց երաժշտության։ Ասում են իմ Այսինքն եւ տունը։ երաժշտություն եք միացնում եւ ֆիլմ իրար հետ։ Չէ, տարբեր։ Չէ, տարբեր, բայց իմ տանը միշտ ինչ որ ձայն կա, աղմուկ կա, խոսք Այսինքն կա։ գործ անելու ժամանակ զբաղված լինի, եթե ինչ որ բան չեք նայում, երաժշտությունը կողքից ֆոնային միշտ հնչում է։ Պարտադիր։ Իդեպ դա օգնում է շատ հարգելի աղջիկներ, թե գործ պիտի անեք, բարձր երաժշտություն։ Ինչ է կինոդարանը։ Կինոդարանը սթրիմինգային հարթակ էր ի սկզբանե, Ես չգիտեի։ որտեղ ցուցադրվում են ֆիլմեր, բայց նաև մենք այժմ ունենք production եւ նկարում ենք մեր original Ֆիլմեր եք product-ները։ նկարում։ Այո, Հայաստանում։ այո, Ֆիլմ։ Չայլոց դիտողական հրաշալի Գեղարվեստական, թե վավերագրական։ Գեղարվեստական այս տարի ունենալու ենք առաջին ֆիլմը։ Դեռ ֆիլմաշար էր, սերիալ բառը մի տեսակ շատ արժեզրկել են։ Այո։ Բասում են մեզ մոտ Արժեզրկել ֆիլմ են։ արտադրությունը։ Ոչ ֆիլմ արտադրությունը ծաղկում է Ծաղկում է, կինոդարանի ինչու՞ շնորհիվ, այո։ Մի քիչ պատմեք էլի մեզ, ես կինո Դες աշխարհից շեղվել ես թեմայից։ Ես մեծ սիրով կարող եմ ֆիլմերի մասին ավերջ խոսել։ Ֆիլմ, որ առաջիկայում պատրաստում եք նկարել, կամ նկարել։ Արամ Ասատրյանի մասին ենք պատրաստվում ֆիլմ նկարել։ Խնդրում եմ այդ դեմքերը չընդունել, որովհետև ինքը լինելու է շատ հետաքրքիր ֆիլմ։ Այո։ Հայ ես դու, հայ եմ ես։ Սուրբ Սարգիսի ես կգնա։ Չէ, խնդրում եմ չասացնել։ Ինքը ռաբից ֆիլմ չի լինելու, Ես չեմ ուղղակի ասում իր ռաբից։ կյանքի պատմությամբ մենք ցույց ենք տալու, թե ինչպես էին 90-ականներին եւ ինչ պատճառներով էին Հայաստանից հեռանում մարդիկ։ Լավ, այսինքն բոլորովին այլ։ Բոլորովին այլ, ուղղակի իր կերպարով անդրվել։ Եկեք խոսենք մենակության մասին։ Եկեք մենակ։ Եկեք այլ Առհասարակ, իզուր չէ որ սեդան է այսօր մեր հյուրը, որովհետև վերջերս հայտնաբերեցի, այո, հայտնաբերեցի ու հայտնագործեցի, որ սեդան որոշել է, որ պիտի ապրի մենակ, փորձառություն կիսի, փորձի կենցաղը հոգալ, հետո լավ է մենակ, դե պատմիր։ Շատ հրաշալի է մենակ։ Բա այն գործերը, որ ձեր փոխարեն տնեցիք էին անում։ Ես ասեմ, որ երբեք չի եղել, որ իմ փոխարեն իմ գործերը անեն, դրա համար ես չեմ զգացել այդ տարբերությունը մենակ ապրելու եւ ընտանիքի հետ ապրելու, միշտ կոմֆորտ եմ ինձ զգում։ Իսկ կոմունալներն ով է վճարում։ Ես Կեցես։ Այստեղ ժամանակին, դե հա, ժամանակին մեր հայկական իրականության մեջ այդքան էլ ընդունված չի, որ երբ երեխան մեծանում է, հասունանում է, նա կարող է տնից գնալ ու մենակ ապրել։ Ժամանակները փոխվել են։ Գիտեմ, Տիգրան ջան, գիտեմ։ Մարդը Եվ արի ուտես, որ ես տեսնում եմ բավականին հետաքրքիր կայացած երիտասարդներ, նախընտրում են գնալ եւ սկսել մենակ ապրել։ Հիմա հարց։ Ես քեզ հետ կխոսեմ մի քանի տարի հետո։ Ես ի տարբերություն քեզ այդքան ծանր չեմ Ես էլ տանելու։ ծանր չեմ Ես շատ ուրախ կլինեմ, թող գնան, տանջվեն, ես էլ չտանջվեմ։ Այստեղ դա կատակ էր։ Այստեղ իրականում ուզում եմ հասկանալ արդյոք մենք կարող ենք ասել, որ ծնողների վերաբերմունքը մի քիչ փոխվել է եւ ավելի հեշտ են տանում այն հանգամանքը, որ իրենց երեխան ուզում է մենակ ապրել։ Իրականում կախված է ծնողից, ես երբեք կարծրատիպային ծնողներ չեմ ունեցել ու իմ համար հեշտ է եղել, հեշտ է դրվել առանձին ապրելը, երբեք խնդիր չեմ ունեցել, բայց այո, կարծում տենդենց կա, որ ծնողները ավելի բարեդրացիական հարաբերություններ ունեն։ Իրենց երեխաների հետ ավելի ինքնակազմակերպման եւ կայանալու համար շատ լավ։ Իսկ ծնողի համար ինչ փորձառություն է, կիսվիր Տիգրան ջան, կիսվիր։ Եվս շատ նորմալ տաբուներից ձերբազատված։ Ահա, ապրեն։ Մեր երեխաները մեզ փոխում են։ Այսպես կարող ենք ասել, ստացվում է այդպես փաստացի։ Երբևէ չի եղել, որ քեզ իսկապես միայնակ ես զգացել ոչ լավ իմաստով։ Ոայ, այնքան շատ է եղել։ Բա ինչ ես որոշել մենակ ապրելու տարբերակը։ Իրականում, քանի որ ծնվել եմ գյուղում, մեծացել եմ այնտեղ, հետո տեղափոխվել եմ այստեղ արդեն սովորելու նպատակով։ Իմ դեպքը մի քիչ ուրիշ է, բայց կարծում եթե ես այստեղ էլ Երևանում էլ ծնված լինեի, ամեն դեպքում կնախընտրեի ինչ-որ շրջանում մենակ ապրել, որովհետև շատ հետաքրքիր է։ Ես հիշում եմ, երբ որ առաջին անգամ մենակ գնացի ու օպերայում լսեցի ու վայելեցի համերգ։ Մենակ էիր գնացել։ Ես հասկացա ինչքան ուժեղ մարդ եմ, ու այդ օրվանից ոնց որ իմ կյանքը բաժանվեց մինչև այդ օրը ու դրանից հետո մենակության գիտակցությունը։ Ինչ է քեզ դա Որովհետև տալիս։ մինչ այդ մի տեսակ ինձ համար շատ դիսկոմֆորտ էր մենակ ինչ որ բան անելը։ Միշտ փորձում եմ ինչ որ ընկերներ, ընկերուհիներ մենակ չլինեմ։ Բայց այդ օրը որ ես հասկացա, որ ինչքան հրաշալի է, երբ որ դու ուղղակի վայելում ես այդ process-ը։ Ինչ է քեզ տալիս այդ process-ը, մենակ լինելու process։
Նայած օր իրականում, որովհետև լինում է նաև ֆորս մաժորային օրեր, որ դու կուզենայիր մենակ չլիներ, երբ որ մի օրինակ բերեմ, որ մենակ ապրել այդքան էլ հիանալի չի, երբ որ օրինակ Հայաստանում չես լինում, վերադառնում ես Ընդամենը 2 ժամ ունես արագ մտնել, պատրաստվել դուրս գալու, դուռը բացում ես ու տեսնում ես ամբողջ տունը ջուր է։ Այդ օրերին, երբ որ դու բացակայել ես, քո տունը ջրհեղեղ է ու ոնց պետք է արագ ինքնակազմակերպվել, այդ ամեն ինչը հավաքել, հետո շարունակել գնալ աշխատանքին։ Մենակ ճանապարհորդել ես։ Լիքը եւ ասեմ, որ շատ սիրում եմ այդ փորձառությունը, չեմ պատկերացնում հիմա Ինչ որ մեկի հետ սենյակիսել է։ Հա, Լուրջ ես ասում։ այնքան հավես է, արդեն 2 տարի մենակ նոր տարին դիմավորում եմ այլ երկրում։ Իդեպ։ Միայնակ։ Հա։ Այս տարի Փարիզում էի, անցյալ տարի Լեհաստանում էի։ Լավ, իսկ երբ գնում ես այն նոր երկիր, փորձում ես գտնել Հա, ես շատ Թե ընդհանրապես դեմ ես շփումների։ Չէ, ես հակառակը շատ Մենակ շփող եկել եմ, մարդ մենակ եմ։ կգնամ մոտ։ Չէ, ես շատ շփող մարդ եմ, ինձ հետաքրքիր է նոր մարդկանց հետ ծանոթանալ, ես այդպիսի օր չկա, որ նոր մարդու հետ ծանոթանամ։ Արդյոք քեզ այ հոգնեցնում է հա շփումը մարդկանց հետ։ Ինչ-որ դիսկոմֆորտ ես քեզ։ Դա ինչու՞ ես նախատել մենակությունը դե։ Ոսկե միայն ծնողի մասին չէ, այլ Ես չեմ զգում մենակ ապրել։ Իսկ ընկերները գալիս են հյուր քեզ այո Իհարկե, սիրում են իմ ընկերները, իմ տունը, իմ բալկոնը չքնաղ։ Այո։ Մենակ ապրելը մենակության մասին չի։ Այո։ Մենակ ապրելը իրականում ավելի ազատություն ունես ընկերների հետ երկար մինչև առավոտյան նստելու։ Որ չասեն Լույս Անջատի տնեցիկի հետ տմախնդիր երբեք չի եղել, նույնիսկ երբ որ մենք միասին ենք ապրել, բայց հա, այդ ազատությունը շատ բան է տալիս։ Իրականում կարող ես ապրել շատ մեծ ընտանիքում, բայց մենակ լինել։ Ես օրինակ գաղտնիք ասեմ, երբ որ մեծ է, մի քանի հարկա։ Չէ, մենակ լինել ուրիշ բան նկատի ունեմ։ Այո, ես օրինակ մենակ զգացել եմ շատ հասարակության մեջ, շատ մարդկանց մեջ, շատ մեծ միջոցառումների, նույնիսկ ընտանիքի հետ ապրելու ժամանակ, բայց ավելի քիչ զգացել եմ մենակ ապրելուց, որովհետև ես այնքան եմ իմ օրելեցնում, որ չեմ զգում այդ մենակությունը։ Այսինքն դու չես վախենում միայնությունից։ Բացարձակ։ Ես միայնակ Շատերը օրինակ վախենում են։ Վախենալու բան չկա։ Երբ որ դու կարողանում ես կազմակերպել քո կյանքը, քո հետաքրքրություններին ավելի շատ ժամանակ տրամադրել, անել են ինչ որ ուզում ես, այդ հավեսը Բայց ամեն ինչ չէ էլի, որ ինչ ուզում ես պիտի անես։ Հա, Եվ վերջո այ խանգարող եղել է, խոչընդոտ եղել է, թե ոչ, որ ասեն այս ինչ բանը մի արա, եւ դու դրանից նեղվում ես։ առհասարակ ոչ։ Չէ։ Հայաստանում նման բան չի եղել։ Իմ կյանքում ես երբեք չեմ հանդիպել։ Չէ, որ գան ասեն ծնողները այս ինչ բանը մի արա, մեր սերտով Ծնողները չէ, ավելի լոյալ են, որքան հասկանում եմ այս պարագայում։ Եվ որքան ծնողները լոյալ, այնքան ավելի ինքնաբավ է լինում երեխան։ Իրականում ես մեկ-մեկ նեղվում եմ նրանից, որ իրանք ավելի խիստ չեն, ավելի շատ չեն զանգում։ Տարօրինակ բան է, ես շատ տարօրինակ եմ, սիրելի ունկնդիրներ, որովհետև երբ որ ես ասում եմ, գիտեք, ես մի քանի օր քաղաքում չեմ լինելու, իրանք երբեք ինձ չեն զանգի, չեն անհանգստ։ Այ մարդ ասում եմ, ուրիշի ծնողները այնքան կզանգեն անհանգստացնեն։ Մի ծայրահեղությունից մի ծայրահեղ։ Դուք էլ զանգի անհանգստացրեք։ Բայց իրենք այնքան հասկացող ու Լավ, իսկ եթե այ ծնողները դեմ լինեին եւ չհամաձայնեն, որպեսզի դու մենակ ապրես, ինչ կա, ինչպես կդասավորվեր քո կյանքը։ Հա, ինձ թվում է ամեն դեպքում ես կապրեի մենակ։ Ամբոստ Ես ըմբոստ եմ շատ։ Հա, Իսկ չի խանգարում այդ ըմբոստությունը հարաբերություններում առհասարակ դա կարող է լինել խանգարում է, ընկերական հարաբերություններում երբեմն շատ խանգարում է։ Այսինքն դու Որտեղ ես շատ բուրն եմ, էմոցիոնալ եմ, ըմբոստ եմ։ Սանգո ասում ընկերներիս եկեք հանդիպենք հարմար չի։ Այսինքն հարմար չի, եթե ինձ հարմար ուրեմն քեզ էլ պետք է հարմար։ Չհասկացա, պետք է հանդիպենք եւ Պետք է հանդիպենք։ Իմիջալոց Որովհետև ես միշտ ժամանակ կարողանում եմ գտնել սիրելի մարդկանց համար։ Այստեղ խոսքը առաջնահերթությունների մասին։ Այո, Շատ վատ բան ասացի, բայց ասացի։ Սա եւս շատ կարեւոր է։ Ժամանակակից աշխարհը իր հետ բերել է նաեւ խաղի կանոնների փոփոխություն, որովհետեւ եթե նախկինում այլ էին խաղի կանոնները, հիմա բոլորովին այլ։ Եթե նախկինում ես ասում էին, որ մեծ ընտանիք, գեղեցիկ ընտանիք, պարտադիր իրար հետ եւ այլն, հիմա ավելի շատ լսում ենք, որ ինքնաբավ լինելը, ոչ ոքից կախում չունենալն է առաջնահերթությունների ցանկում։ Ես չգիտեմ, գուցե դա նրանով է պայմանավորված, որ միայնակ մարդիկ շատ են եւ տխուր են եւ այդ կերպ փորձում են նրանց դեպրեսիվ վիճակից հանել, չեմ կարող ասել, թե այլ հանգամանք կա, չգիտեմ, բայց որ խաղի կանոններն են քեզ ավելի հոգեհարազատ։ իմ
խաղի կանոնները, որովհետև ես սովոր չեմ այլ խաղի կանոն։ Ես փորձում եմ ադապտացվել, սովորել ինչ-որ միջավայրում ու դարձնել իմը։ Ինձ թվում է շատ հարմարվող է։ Բայց միևնույն ժամանակ ես չեմ սիրում լինել ու մնալ միտեղ, որը իմը չի ու ինձ չեմ զգում այնտեղ լավ։ Ու փորձում եմ փոխել ու ամեն ինչ հարմարեցնել ինձ։ Սետա ջան, այսքան անգերց խոսակցություն եղավ, մեկ հարց էլ պիտի տամ։ Տղաներն ասում են նորմալ աղջիկ չկա, աղջիկներն ասում են նորմալ տղա չկա։ Ինչի՞ դուք այսպես հակամարտությունների մեջ։ Իսկ երկուսն էլ կան։ Ահա։ Ուղղակի չեն կարողանում իրար գտնել։ Կամ իրար հասկանալ։ Ահա, որովհետև մի քիչ մեր նոր սերունդը փոխվել է։ Պահանջներն են փոխվել, ավելի չեն պայքարում իրար համար։ Երկկողմանի չեն պայքարում իրար համար։ Հա, այնքան հեշտ են տղաները նեղանում նկատելը։ Իդեպ այո, շատ նեղացկոտ են դարձել, որտեղ մենք աղջիկներս ուժեղացել ենք եւ կարիք չունենք նեղանալու, ինչ որ այստեղ դիսբալանս է։ Հա, իրենք սկսել են նեղանալ։ Լավ, վերադառնանք մենակության։ Այսօր շատ խառը մի քիչ առաջ գնանք, այ բնականաբար վաղը միսօր դու մայրիկ կդառնաս, ծնող կդառնաս, երբ քո երեխան գնա նման որոշման եւ ասի ցտեսություն գնում եմ մենակ ապրում։ Ես այնքան կողջունեմ իր այդ քայլը։ Ինչքան շուտ այնքան լավ կասես։ Չէ, ինձ թվում է դեռ երեխա չունի, ամբողջությամբ չի պատկերացնում զուտ պահը ֆիքսենք։ Ես օրինակ հենց փոքր տարիքից տրամադրվում էի ինձ, որ երեխաները քո սեփականությունը չեն եւ գալու է մի օր, որ ինքը ուզելու է ինքնուրույն որոշումներ կայացնել, գալու է մի օր, որ ասելու է, գուցե ասելու է ես ուզում եմ առանձին ապրել։ Ինձ թվում է, այստեղ պիտի դու պատրաստ լինես։ Գաս, այդ տարիները ինձ նրա համար են, որ ես պատրաստ եմ։ Ինձ թվում է նաեւ մեր սերունդը այդ խնդիրը չի ունենալու։ Ես օրինակ իմ ծնողների հետ այդ խնդիրը չեմ ունեցել։ Ես քանի որ նաև իրենց հետ ապրելուց եմ եղել այդ մենակ հասուն որոշումներ կայացնող մարդը։ Դրա համար տեղափոխվելու դեպքում առանձնապես խնդիրներ չեմ ունեցել ու առավել եւս կարծում եմ, որ մեր հաջորդ սերունդը այդ խնդիրը չի ունենալու։ Ինձ թվում է դուք ֆիլմ պետք է նկարեք ոչ թե Արամասատրյանի, այլ տանից հեռանալու մասին։ Ճամփրուկ, վերնագիրն էլ դրեք ճամփրուկ։ Ոստանում եմ նկարել։ Գաղափարները որ այսպես շռայլում են։ Իմիջիալոց ենթադրում եմ ընկերներից է Հայկ Գաբրիելյանն է ջերմ ողջունում, ասում է ողջույն սիրելի Հայկ, ողջույն Տիգրան ջան, Լուսինե ջան, լավագույն բարեմաղթանքներս եւ ողջույնները Սեդային, այնպես որ շարունակեք, հարգելի ռադիոլսողներ, դուք ինչպես եք վերաբերվում միայնությանը, գրեք կամ զանգեք ու խոսենք այդ մասին։ Զանգեք, խնդրում եմ, ես ուզում եմ զանգեք դուք։ Մի վախեցեք միայնությունից, սա ամենակարևորն է եւ հաճախ այնպես է ստացվում, որ ճակատագրի բերումով օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով մարդը հայտնվում է մենակ ինչ որ իրավիճակում եւ այս պարագայում ամենակարևորը պատրաստ լինելն է։ Հիմա կասեք հեշտ է խոսելը, չէ, հեշտ չի խոսելը, իրականում ոչ մի բանն էլ այս կյանքում հեշտ չի։ Ասեմ ավելին շատ բարդ է։ Հատկապես երբ գիշերը միայնակ պետք է քնես, գիշեր ասում եմ գիշերը չես վախենում, մենակ ես տանը։ Հայ միջալոց վախեր ունես։ Վախեր առհասարակ չունեմ, մեկ-մեկ դրանից վախենում եմ։ Օրինակ աղջիկ։ Սխալ յուրեք, կանչել ինձ թվում։ Ոչ, մի քանի կենդանիներ կա, որ վախենում եմ։ Օրինակ, չէ, ճանճեր, օրինակ, սարդեր շատ սիրում եմ, որտեվ այնքան գեղեցիկ կենդանիներ են, սարդոստայնը տեսնում եք, ֆանտաստիկ։ Ու չես մաքրում, տենց մնում։ Չէ, մաքրում եմ։ Չէ, բայց սարդերին չի կարելի սպանել։ Սարդերին չի կարելի սպանել, հետո։ Բայց վախեր չունեմ, չէ, բայց լինում օրինակ օրեր ա լինում, որ ես վախենում եմ գիշերները մենակ լինելուց, բայց այդտեղ ինձ օգնության է ֆիլմեր մի նայիր։ Չեմ նայում։ Լույսը վառն է քնում։ Չէ, բայց այդ ժամանակ ինձ փրկության են հասնում իմ սիրելի ֆիլմերը։ Դնում եմ եւ իմ կոմֆորտ զոնայում եմ ինձ զգում, ոնց որ իրանք ինձ ասեն գրկեն, ասեն դու մենակ չես ու ես այլևս մենակ չեմ։ Դա կոչվում է կոնֆետ զոնա։ Հա, կոնֆետ։ Եթե քո կյանքը նկարագրեիր ֆիլմով, ինչ վերնագիր կլիներ, ինչպես ես տեսնում գլխավոր հերոսին։ Վայ, անկեղծ միշտ մտածում եմ։ Միշտ մտածում եմ Եվս մեկ գաղափար։ Երբեք չեմ գտնում դեռ վերնագիր, թե ինչ պետքա ինչ անուն պետքա ունենա։ Խոսող լռություն։ Բա, մտածելու տեղ տվեց։ Չոր neranznային լռություն գուցե։ Բայց խոսող։ Հաճախ ես ինքդ քեզ հետ խոսում, որովհետև երբ մենակ ես, միևնույն է անդադար ինչ որ մեկ այդ շփում կա ու մարդ չկա ու դու քեզ հետ ես խոսում, կենթանի էլ չկա տանը։ Ասեմ որ չէ, վախենում եմ ինքս ինձ հետ խոսելու։ Ինքնախապեյությամբ ես զբաղվում փաստորեն։ Երբեմն հա
Միշտ չէ, որովհետև ինքդ քո հետ անկեղծ խոսել է, երբեմն շատ խորը տեղեր է տանում, որ դու էլ չես պատկերացնում այդ անդունդը գոյություն ունի քո կյանքում ու դու կարող ես սուզվել այդ անդունդը, ու երբ որ սուզվում ես, այնտեղից դժվար է։ Բայց պիտի սուզվես, որ հետո լավ ավելի ուժեղ կամ փրկեն վերջում։ Դու ես քեզ փրկում ես միշտ։ Դու ես քո փրկիչը։ Այստեղ եւս հույսը դնում ես քո վրա։ Միշտ հույսը դնում ես քո վրա։ Շատ հոգեբանական զրույց ստացվեց այսօր։ Մի տեսակ ուրախ, բայց ուրախ նոտայով ես կասեի, հա։ Ուրախ, որովհետև տխրելու ոչ մի բան չկա։ Սետա ջան, ինչ կասես այն մարդկանց, որոնք այդուհանդերձ հաշտ չեն այդ միայնության մտքի հետ, բայց մենակ են։ Կասեմ, որ փորձեք լեցնել ձեր կյանքը ձեր սիրելի զբաղմունքներով ու դուք չեք նկատի ընդհանրապես մենակություն, միայնության զգացողություն երբեք չի առաջանա։ Կառաջանա, բայց այնքան քիչ կլինի այդ դոզան, որ շատ արագ կլինի իրան տրանսֆորմացնել լավի։ Գտեք տարբերակներ ինքներդ ձեզնից լավ, ձեզ ոչ ոք չգիտի։ Փորձեք նաև լսել, հետևել Սեդայի։ Այո, հետևեք, քեզ իրականում լավ խորհուրդներ միշտ տալիս է։ Շնորհակալներով անկեղծ աղջիկը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այսպիսի կազմակերպված ինքնաբավ երիտասարդներ ունենք, որոնք բացի նրանից, որ որոշում են կենցաղավարման բոլոր խնդիրները ինքնուրույն լուծել, նաև կայանում են իրենց մասնագիտության մեջ, սա ոգևորող է։ Այնպես որ հաջողություններ։ Շնորհակալ եմ։ Եվ շնորհակալ ենք, որ եկար եւ խոսեցիր մեզ հետ, կիսվեցիր մենակ մնալու գաղտնիքներով։ Կինոդարան պրոյեկտի մենեջեր Սեդա Հովհաննիսյաններով ապրում է մենակ եւ մենք խոսում ենք ոչ թե կինոյի, այլ մենակության մասին։ Այո։ Դե ինչ, կարճատև դաթարը, որից հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ I never needed you to be strong. I never needed you for pointing out my wrongs. I never needed pain. I never needed strain. My love for you was strong enough, you should have known. I never needed you for judgment. I never needed you to question what I spend. I never asked for help. I take care of myself. I don't know why you think you got a hold on me. And just a little even conversations. There isn't anything for you to say. And my eyes hurt, and shiver. So look at me and listen to me. Because I don't want to stay another minute. I don't want you to say a single word. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. Because I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I've already spoken. All of this broken, baby. Hush, hush. I never needed your corrections on everything from how I act to what I say. I never needed words. I never needed hurt. I never needed you to be there every day. I'm sorry for the way I let go of everything I wanted when you came along. But I am never beaten, broken, not defeated. I know next to you is not where I belong. And it's a little late for explanations. There isn't anything that you can do. And my eyes hurt and shiver. So
first I was afraid, I was petrified. Kept thinking I could never live without you by my side. But I spent oh so many nights thinking how you did me wrong. But I grew strong, I learned how to carry on. Hush, 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 hush. All is broken, all of it's broken, babe. Oh no, no, I will survive. Oh, as long as I know how to love, I know I'll stay alive. I've got all my life to live, I've got all my love to give, and I will survive. I will survive. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I'm already spoken. All of it's broken, baby. Hush, hush. Սուրճ ու սեր առավոտից։ 10:34 րոպե, մարտի 26-ն է, օրը 5 շաբթի, դուք լսում եք Հանրային ռադիոն։ Շնորհակալություն եմ հայտնում առանձնահատուկ քեզ Տիգրան այս կատարման Խնդրեմ, համար, աշխատում շնորհավորեցինք, ենք, աշխատացանք։ Իդեպ միայնության թեմայով մեր ռադիո լսողները հետաքրքիր գրառումներ են անում, Ապա։ տարբեր մտքեր են արտահայտում։ Ծովինար Գևորգյանն ասում է, ես կարծում եմ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի միայնանալու, ինքս շփվող մարդ եմ, սիրում եմ մարդկանց հոգսը կիսել, օգնել, ապրում եմ ընտանիքիս հետ, բայց երբեմն կարիք եմ ունենում միայնության եւ փախչում եմ ամառանոց կամ միայնակ զբոսնում եմ։ Կարծում եմ մենությունը շատ կարեւոր է, հա, շատ ճիշտ եք։ Հաճախ պետք է ինքդ քեզ հետ մենակ մնաս, սա հիանալի տարբերակ է։ Եվ շարունակենք, Եստեր Մխիթարյանն է գրում, ես ինքս չեմ գնա միայնակ ապրելու, մայրիկից մենակ թողնեմ այդ տարիքում, ի վերջո մեծ տարիքում ծնողդ ավելի շատ ունի քո կարիքը, ճիշտ է, Եստեր ջան, միանշանակ, այստեղ հանգամանքներ կան, եթե ծնողը մենակ չէ, այդ ժամանակ դու ավելի ազատ ունես ընտրության ազատ հնարավորություն, թե ցանկություն ունես մենակ լինելու, սա բացարձակ խնդիր չէ եւ մենք եկանք ընդհանուր մի եզրահանգման, որ պարտադիր չի առանձին ապրես, որ մենակ լինես, կարող ես գտնել ժամեր ու րոպեներ, որտեղ կկարողանաս լինել ինքդ քեզ հետ, վերլուծել, զրուցել, հասկանալ ամփոփել, սա շատ կարևոր գործընթաց է, որ բացարձակ պայմանավորված չէ մենակ ապրելու հետ։ Այստեղ Մարիա Մեսրոպյանը կիսում է Էստերի կարծիքը, շնորհակալ եմ, Էստեր ջան, ասում է Լուսնե ջան, ինչպես միշտ շատ շքեղ տեսք ունես, շնորհակալություն։ Մեզ շքեղ տեսք։ Իրականում յուրաքանչյուր մարդ պիտի կարողանա օրվա ընթացքում գտնել ինչ որ կարճ թեկուզ փոքր ժամանակահատված, երբ մենակ է լինելու, եւ ինքն իր հետ միշտ պիտի կարողանա լինել անկեղծ, սա եւս շատ կարևոր է։ Դա այդպես է, իսկ ես այս պահին եւս մեկ անգամ մուտք գործեցի ճանապարհային երթևեկության քարտեզ, Մայրաքաղաքի այս պահին ունենք ավտովթար, լավ էլի, Արշակունյաց, Պողոտա եւ Գարեգին Նժդե փողոցների խաչմերուկի մոտ է ավտովթարը եւ Արշակունյաց Պողոտան գեր ծանրաբեռնվեց այս պահին վթարի պատճառով, իդեպ վթարը աճ շարքում է դեպի Գարեգին Նժդե, ճանապարհների այսպես խաչման խաչմերուկի մոտ է առհասարակ, այնպես որ նկատի ունեցեք, եթե երթևեկում եք դեպի Գարեգին Նժդե հրապարակ, ապա ոչ թե դեպի կենտրոն, այդ հատվածը գեր ծանրաբեռնված է վթարի պատճառով, իսկ խցանումային նիշը 6 Ահա, չի փոխվել, 7 չի դարձել կարևորը։ Իդեպ օնլայն հարթակում մեր ռադիո լսողները սկսել են ակտիվ շփվել իրար հետ։ Սա հիանալի տարբերակ է, երբ տեսնում ենք, որ իրար հետ շփվում են։ Գայանե Այվազ Բալյանն է միայնության թեման շարունակում, ասում է. մարդը ծնվում է միայնակ եւ ապրում է մարդկանց մեջ, պետք է կարողանալ ապրել եւ միայնակ եւ մարդկանց մեջ։ Շատ լավ տարբերակ է, եթե ճկուն լինես եւ կարողանաս երկու տարբերակն էլ ճիշտ օգտագործել, ապա լիարժեք երջանիկ կարող ես լինել շփումների։ Մեզ մոտ շնորհավորել այս պահին մենակություն սիրող մարդկանց։ Դե հա, չէ, ուղղակի ոչ թե մենակություն սիրել, Տիգրան, ինձ թվում է պիտի կարողանալ ցանկացած իրավիճակում երջանիկ պահեր գտնել ու դրանք վայելել ուղղակի, ոչ թե այսպես ման գալու ասել չկան այդ լավ պահերը, ով փնտրում է նա գտնում է։
Ինչքանով է վաճառում իր զգեստները Քիմ Քարդաշյանը, կիմանանք Ռոպեներյանց։ Իմիջիայլոց ես գնել ասեմ, իր խանութը on-line եթե դիտարկենք, այնպես չի, որ աստղաբաշխական թվեր են, բավականին հասանելի թվեր են եւ բավականին լավ ապրանքներ են, որ կարող ես ձեռք բերել։ Չէ, նա հիմա վաճառում իր զգեստները։ Իր զգեստները, խելացի որոշում, քիչ անց որովհետեւ պահե ինչ անի։ Լեգենդար Earth, Wind and Fire խումբը իր հանրահայտ Let's Groove հիթի remix տարբերակով վայելեցինք արտնացնող remix ես կասեի շարունակում ենք այս ինչ ձայներ են այո ձայները ներխուժեցին դիեզերքից ձայներ մենք շարունակում ենք այո 10:41 րոպե դուք շարունակում եք լսել սուրճ ու սեր առավոտից հաղորդումը ոչ միայն սիրով լի եթեր այլև տեղեկատվությամբ հաճելի զրույցներով լավ երաժշտությամբ ու լավ տրամադրությամբ արտնացնող ես կասեի ես աբոյին հարցրել եմ ինչալ ծածկած դե հիմա ասա խնդրեմ ինչպես միացնել ուղեղը հետո որոշիր կամ քիմի շորերից եք խոսում կամ խոսում եք ինչպես իմ ուղեղը միացնել ու ոչ միայն քո ուղեղը այն մարդկանց ուղեղը ովքեր չեն կարողանում արտնանալ բայց իմը կիսով չափ արդեն stand by off ռեժիմից միացել է stand by on բայց մի տեսակ վտանգավոր վարժություններ էլ կան ասեմ քեզ բախտդ բերել է որ մենք գտնվում ենք ստուդիայում եւ այստեղ տեխնիկա կա թե ինչ պետք է անեի թե չէ ասում ես ջուրը դեմքին կամ ձեռքերին պետք է մի քանի վայրկյանում արտնասում է նյարդային համակարգը դա սառը ջուրը այո սառը ծուխ ես ասում է պետք է շարժվել 2-ից 5 րոպե թեթև ձգումներ քայլք նույնիսկ տեղում թռիչքներ վեր կաց եւ թռիր տաղավարումս թռվարում ես հոսապողների վիճակը չկլինի եւ արի խորը շնչառության վարժություններ անենք ուրեմն ուշադրություն 4 վայրկյան ներշնչիր փորձիր 4 վայրկյան 4 վայրկյան պահիր չշնչես 1 2 3 4 եւ 4 վայրկյան արտաշնչիր
Ահա, 2-ից 3 անգամ, 2-ից 3 րոպե պիտի անես։ 6 վայրկյան ես արդեն խեղդվում էի։ Դե պիտի 2 վայրկյան էլ դու ավելացրեցի։ Եվ իհարկե ուղեղի վերագործարկման համար անհրաժեշտ է ջուր խմել, որովհետև ջրազրկումը հաճախ պատճառ է լինում, թեթև սուրճ կամ կանաչ թեյ, բայց չափի մեջ, դու չափը անցել ես իհարկե մի քիչ, բայց լավ է, ոչինչ, բաժակի, մեծության։ Դա ճիշտ է։ Դույլ է։ Ընկույզ կամ մրգեր պիտի մի քիչ ուտես, դա եւս օգնում է, դե այս հիմա չունենք այս տարբերակով։ Մեր գործընկերներն արդեն ժամանակին հասել են աշխատավայր, դրսում մարդ չկա, որ խանութից գնեն մեզ համար բերեն, ինչևէ գնացինք առաջ։ Գնանք առաջ եւ փորձենք հասկանալ, པարզ գործից պետք է սկսել եւ ուղեղը կմտնի ռիթմի մեջ։ Այդ ո՞րն է པարզ գործը։ Դու որոշիր քեզ համար, որն է պետք է հեռացնես շեղող բաները, հեռախոս եւ այդպիսի այլ տարբերակներ։ Իսկ եթե մարդը եկել աշխատանքի, ինչպես հեռացնի շեղող բաները։ Դե չես կարող իհարկե 25 րոպե պետք է կենտրոնանալ եւ պլյուս 5 րոպե ընդմիջում։ Ես արդեն ժամից ավել է տանջվում ես տղան, ինչի մասն է խոսքը։ Եվ եթե սա հաճախ է լինում, գուցե քնի պակաս է։ Չէ, լավ քնել եմ գիշերը։ Ահա, պետք է փորձես 7-ից 8 ժամ քնել, նույն ժամին քնել, նույն ժամին արթնանալ։ Իսկ ես կարծում եմ, որ սա էմոցիոնալ այրում է, պես որ պետք է բոլորս փորձենք։ Գնացեք այրում կայրան։ Գնացինք, հետո։ Հիմա ինչ անենք, երկ լսենք նոր խոսենք Քիմ Քարդաշյանի հագուստներից, թե միանգամից խոսենք, հասկանանք ինչքանով է վաճառում նա իր հագուստները։ Ոնց կուզես դու որոշիր։ Երկ լսենք, որ շատ չխոսենք։ Ես առաջարկում եմ մեր հայրենակցուհուն։ Այս ինչ երկ ես ընտրել։ Ընտրեմ։ Dove sei, amore mio? Don't keep me waiting. Dove l'amore? Don't keep me waiting. Don't keep me waiting. Dove l'amore? Carry you away. Dove l'amore, dove l'amore? How can I tell you all my love? Here is my story. I'll sing a love song, sing it for you, Lord. Though you're 1,000 miles away, the feeling's so strong. Come to me, baby, don't keep me waiting. Another night without you here and I'll go crazy. There is no other, there is no other. No other love can take your place or match the beauty of your face. I'll keep on singing till the day I carry you away with my love song. With my love song. Dove l'amore? Dove l'amore? Where are you now, my love? I need you here to hold me. Whisper so sweetly, feel my heart beating. I need to hold you in my arms. I want you near me. Come to me, baby. Don't keep me waiting. Another night without you here and I go crazy. There is no other. There is no other. No other love can take your place or match
Սուրճ ու սեր առավոտից։ 10:48 րոպե դուք լսում եւ դիտում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Այո, եւս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ, Կայանե Այվազբալյանն ասում է ես հենց հիմա ուտում եմ ընկույզ եւ խուրմա, պատրաստում եմ սրճել, համեցեք։ Երանի ձեզ։ Բա ոնց։ այդպեսի երկար չէ, Երանի Ու մի հատ ընկույզ ուտողին շուրտենց Հա, այդպեսի երկար չէ։ Դե, ես դա այն Ընկույզի կողմից թեման չեմ դեմ հիշում կողմից ճիշտն ասած։ Լավ, Գնանք առաջ։ Գնանք առաջ շոու բիզնեսային լուր ունենք, խոստացված լուրը վերաբերող Քիմ Քարդաշյանին, հասկանանք թե ինչ է նա պատրաստվում անել իր հագուստների հետ։ Ինչ է անում, վաճառելու է։ Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ շնորհիվ կուլիսներում ապշեցուցիչ լուսանկարահանման եւ աղմկահարույց բարեգործական նախագծին։ 45-ամյա հեռուստա աստղը Instagram-ում հրապարակել է Ետնաբեմում լուսանկարների շարք կեցված ընդունելով All's Fair սերիալի շքեղ հանդերձանքներով։ Գրառման հիմնական թեման նրա էկրանային զգեստապահարանի առաջիկա աճուրդի վաճառքն էր, որը գնահատվում է ուշադրություն ոչ ավել ոչ պակաս $1 միլիոն։ Ամբողջ հագուստը։ Այո։ Քանի կտորից է բաղկացած։ Հենց All Fair սերիալի ուրեմն հագուստը զգեստապահարանը գնահատվել է $1 միլիոն։ Նա պատրաստում է հիմա կարելի է սա Բայց լավն են իմիջիայլոց զգեստները։ Չէ, ճաշակուն է, սա չէ ճաշակուն իրականում։ Նա նաև ընդգծել է, որ աճուրդից ստացված ամբողջ եկամուտը Գիտես ու կողմի անվտանգության երեխաների եւ ապագայի համար պայքարող կանանց անվճար իրավաբանական օգնության ֆինանսավորումը։ Հիանալի տարբերակ է, հատկապես հաշվի առնենք, որ երեխաների անվտանգությունը Միացյալ Նահանգներում խնդրահարույց է ինչ-որ Փաստաբան ունենալու իրավունքը չպետք է կախված լինի ձեր բանկային հաշվի վիճակից, ասել է Քիմը, հավելելով, որ շատ կանանց համար նման օգնությունը միակ հնարավորությունն է արգելող որոշում իրենց երեխաների նկատմամբ արդար խնամակալություն ստանալու կամ նորից սկսելու։ Այստեղ ասում ենք բրավո Քիմին։ Շատ խելացի միանշանակ եւ ունենք զանգ։ Ունենք զանգ, ստացել ենք, այո։ Ռադիոլսողին բարի լույս։ Հալո։ Այո։ Բարև ձեզ։ Խնդրում ենք ռադիո ընդունիչի ձայնը անջատեք եւ մեզ լսեք միայն հեռախոսով։ Բարև ձեզ, նորից ով է մեզ միացել։ Հալո։ Այո, լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ։ Ահա։ Ուրեմն ես այդ երիտասարդների հաշվով եմ ուզում ձեր հետ խոսել։ Ծնողների հետ ապրելու կամ չապրելու։ Միայնակ ապրելու մասին։ Հա, ծնողներ։ Միայնակ ապրելու մասին է։ Ես 51 տարեկան եմ եղել, հերս որ ծնվել է։ Ես ծնվել եմ։ Այո։ Ռետասիոն դասարանավարտել եմ, պետք է բանակ գնայի։ Ներս 60 տարեկան եմ եղել, ինքը 70։ Ինձ ազատել են բանակից որպես խնամակալ։ Այո։ Հիմա ինձ ասել են չամուսանաս, որ ամուսանաս խնամակալը կգնաս։ Հիմա ես այդ ծնողներին թողայի անտեր առանձին ապրի, ոնց կրներ իրանց վիճակը։ Բայց ով է ձեզ ասում, որ պիտի թողնեիք։ Բացարձակ նման միտում չկար եւ ամեն մեկն ինքն է որոշում։ Չկա, դե ասում առանձին ապրելը շատ լավ, հա, ինձ համարել է շատ լավ։ Դե հիմա դա Մեծ հասակներին կարելի է, այդ աղջիկը թեր ուր ասում է, ես դա եմ զգում, որ մենակ։ Դե ինքը այդպես է որոշել։ Հիմա ես ասում եմ, Ռոսինե, ուրեմն ես շատ հարգում եմ ձեզ, դուք գիտեք, ես երկար տարիներ ես ռադիոն բաց եմ թողում, ամեն ինչը լսում եմ։ Հիմա ներկայումս մոդա դարել, ոչ մեկը չեն ծնողների հետ ապրեն։ Ուզում են առանձին ապրեն իրանց հորձերով, չեն ուզում նեղություն քաշեն, մեծերին միջից ծառայեն։ Մեր մի հարևան տղա ունեք, ասում է շատ պրոֆեսիոնալ խոսք ասել, ասում է ծնողը շատ լավ բանավեր քո աղբոր տանը ինի։ Ու առանձին ապրես կիրես նայես կես։ մի քիչ ես համամիտ չեմ այդ մտքի հետ։ Կարծիքները տարբեր են բնականաբար։ Որովհետեւ միևնույն է մենք մեծանում ենք։ Ամեն դեպքում ծնողասեր ես ծնողները հասցրել են իրանց տպատակին, ամեն ձեով շատ լավ, շատ հարգանքին։ Բայց ներկայումս ծնողներին հարգանք չունեն։ Սա արդեն ուրիշ թեմա է։ Եկեք, ես ձեզ հետ մի քիչ ես համամիտ չեմ ձեզ հետ, ներեցեք, բացարձակ չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև ես տեսնում եմ երիտասարդների, թե որքան հոգատար են իրենց ծնողների նկատմամբ եւ որքան կարեւոր տեղ են զբաղեցնում ծնողները։ Եվ մենակ ապրելը ամենևին չի նշանակում չհարգել։ Ես դա գիտեմ, բայց դա
տոկոսականն Դե ես իսկ գուցե ձեր ասած տարբերակն է քիչ տոկոս, եկեք ավելի լավատես լինենք, շնորհակալություն կարծիքի համար։ Շատ լավ է։ Լավ օր ձեզ, Շնորհակալություն։ շնորհակալ ենք, լավ օր, ռադիոլսողին։ Մի տեսակ խառը ստացվեց։ Մի տեսակ խառը ստացվեց, բայց հանգամանքները իհարկե պիտի հաշվի առնել, եթե ունեք հնարավորություն եւ ցանկություն, եթե կա այդ հնարավորությունը որևէ մեկի չեք վնասելու, գնացեք ձեր երազանքների հետևից, եթե պիտի հոգ տանեք, միանշանակ հոգ տանելը կարևոր է ու առաջնային։ Եվ առանձնանալը միանակ ապրել ամենևին չի նշանակում չհարգել ծնողին։ Այո, միանշանակ։ Հաճախ միևնույն տան մեջ կարող են ապրել, բայց ծնողը իրեն միայնակ զգա։ Սա շատ կարևոր նրբություն է, որ պիտի բոլորս ուշադրություն դարձնենք։ Ամենայն հարգանքով ձեզ համար սիրով ու քեթերում աշխատեցին Լուսինե Մուրադյանը Եվ իհարկե Տիգրան Հարությունյանը, մենք ձեզ շատ սիրում ենք եւ ուրախ ենք, որ ամեն առավոտ հնարավորություն ունենք ասելու ձեզ բարի լույս։ Կհանդիպենք վաղին 30-ին, հաջող օր բոլորիս։ Հաջողություն։